Պարոն Բելյան, մոտենում է ապրիլի 24-ը, բոլորս գիտենք, որ ապրիլ ամիսը հայերիս համար բաց վերք է, հայոց ցեղասպանության տարելիցն է մոտենում։ Հետաքրքիր է, հա, Սփյուռքում ձեզ մոտ Օտավայում, մասնավորապես Կանադայում, ինչպես եք պատրաստվում, այսպես ասած, դիմավորել այդ սև օրը, եւ ընդհանրապես գիտենք, որ Սփյուռքը այս օրերին ել ավելի պահանջատեր է լինում, ել ավելի բարձր ենք լսում Սփյուռքի ձայնը, կարող ենք խոսել նաեւ այս մասին, ինչ ենք սպասելու, հա, Սփյուռքից, Կանադայից, կանադահայ համայնքից։ Այո, նախ եւ առաջ շնորհակալություն Լենա այս արդին համար անգամ եւս ինչպես նշեցիք, այո, ապրիլյան ողջերոչումների նախաշեմին ենք եւ ինչպես միշտ, ինչպես ամեն տարի այս տարի եւս աշխարհով մեկ կարելի է ասել, որ հայությունը կպատրաստվի այդ ողջերոչումները բաճացելով կատարելու, որում մեջ կարևոր տեղակայություն ունի անշուշտ կանադայությունը։ Ես գնամ ասել, որ ամեն տարվա նույն թափով մեծ թիվով ցերնակներ միջոցառումներ դերի պիտի ունենան Կանադայի տարածքին կարծեմ, եթե չեմ սխալել, մոտավորապես 16 դարբեր միջոցառում նախատեսված է, այսպես ասած, ապրիլ 23-ին մինչև ապրիլի 27-28 դարբեր քաղաքների մեջ, դարբեր ձևաչափերով, դարբեր լսարաններու ուղված, այսպես ասած, ցերնակներ, անշուշտ մեծ մասամբ համակարգային համայնքային ձևաչափի ցերնակներ, բայց նաև նախադեсված են կարևոր միջոցառումներ pedagogan քաղաքական մակարդակի վրա Օտավայի մեջ եւ այս բոլորը կվկայեն, որ ինչպես միշտ հայությունը դերն է իր իրավազարգված թադին եւ այսպիսով մենք իմիկալով ոչ միայն ոգեգոճենք, բայց առավել եւս այս տարի հստակ պատկամ ուղենք, որ հագարակ այն բոլոր փորձերուն, որոնք տեղի կունենան դժբախտաբար այսօր Հայաստանի մեջ, եւ հագարակ հայերենի ժողովրդի կամքին կտեսնենք, որ ասկատավ իշխանությունները ամասն չեն սկեր նույնիսկ այս հարցը իրենց աբասկային օրակարգեն եւ ամեն տեսակետով կփորձեն խեղաթյուրել եւ դարբեր ծավով ներկայացնել այս խնդիրը, բայց այդ բոլորին իդես ես կնամ վստահեցնել, որ Սփյուռքի տարածքին եւ վստահաբար Հայաստանի մեջ եւս շատ ավելի վճռական ծավով է, որ պիտի ողջերոչենք ցեղասպանության 111-րդ ամյակը։ Պարոն Բելյան, մենք ականատես ենք լինում նրան, որ իշխանությունները իհարկե ասում են, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի քաղաքական, այսպես թիվ 1 առաջնահերթությունը չէ։ Հիմա մոտենում է ապրիլի 24-ը եւ ինչ է այս ամենը նշանակում։ Գիտենք, որ Սփյուռքի համար շատ զգայուն թեմա է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որովհետև տարիներ շարունակ, եթե չասեմ տասնամյակներով, Սփյուռքը որդեգրել է մի գիծ միջազգային ճանաչում հասնեն նրան, որպեսզի Թուրքիան, այսպես ասած, պաշտոնապես ընդունի ցեղասպանության փաստը։ Հիմա ինչին ենք ականատես լինում, եթե օրինակ պետական մակարդակով ասում են, որ դա մեր պետական քաղաքականության, հա, արտաքին քաղաքականության թիվ 1 առաջնահերթությունը չէ։ Այստեղ Սփյուռքում ձեզ մոտ ինչպիսի հարցեր են առաջանում, հա, երբ որ այսպիսի բան եք լսում, այսպիսի խոսույթ եք լսում։ Նախ ասեմ, որ նման խոսույթ երբ կլսենք, նախ եւ առաջ անհատական մակարդակի վրա այդ մեկը որպես վիրավորանք բարձրապես կարելի է ընդունել, չսելու համար ավելին անշուշտ, բայց երբ հարցը դանենք, այսպես ասած, համայնքային, գազམ་ակերպչական, քաղաքական դիրույթ, այնտեղ եւս մեծ խնդիրների առաջ է տնում այս իշխանությունների որդեգրած վարկակիցը, նկատի առնելով, որ դարիներ շարունակ անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը որպես pedagogan միավոր նաև առաջնահերթություն կնկատեր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, այո, հավանաբար երբ հարցը կգա հադուցման խնդրին, արտար հադուցման խնդրին, Սփյուռքը բնականաբար նկատի ունենալով, որ pedagogan միավոր չէ, մի քանի մկայլ ավելի անտին կարող է երթալ կամբերությունը, բայց առնվազն պետք է ասել մինչև ասենք անցնող տարիները հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնասյուներեն մեկն է։
օրինակի համար երբ կայցել էինք արտաքին գործոս նախարարության գայքեջը արտաքին քաղաքականության գլխի տակ կարևորագույն առաջադրանքներն այսինքն քաղաքական առաջադրանքներն մեկն է կամ առաջնահերթություններն ավելի ճիշտ է եւ երբ այս մեկը կփոխվի բնականաբար քաղաքական մակարդակի վրա դարբեր երկիրներու մոտեցումը եւս կարող է փոխվել առայժմ նման բան չենք տեսած բայց առնվազն ստացած ենք ակնարկներ, արձագանքներ, պատգամներ ասելու համար որ լավ տեսեք որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ինքը այսօր այսպես ասած վերադեսության ենթարկե այդ քաղաքական օրագարկը հավանաբար ժամանակն է նաև սպյուրքը ինչ որ այսպես ասած էջը դարձնե այո հիշեք այո ոգեգոճեք բայց նշածողը երևի մի քիչ պետք է իջացնենք բնականաբար այդ բոլորը մեզի համար եւ ասեմ որ նման բան ճշտոնապես չներկայացված մեզ բայց նման արձագանքներ գլսենք դժբախտաբար եւ այդ բոլորը որ դերի կունենան վկայակոչելով Հայաստանի իշխանությունների ներկա վարկակիցը իրենց առած հայտարարությունները այս մեկը վտանգավոր է այո հիմնականի մեջ բան չէ փոխված այդ երկիները որ ճանաչել են իրենց ճանաչման սենքիրքորոշումը չեն փոխած իբացարյալ հավանաբար Ամերիկայի Միացյալ Նահանգներից բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների հաշվարկները դժվար թե պայմանավորված լինեն Հայաստանի Հանրապետության որտեղած վարկակցով իրենք ամբողջովին ուրիշ արշիվների իման վրա երևի այդ որոշումը կայացրին անցյալ տարի բայց ընդհանուր առմամբ մենք պետք է ուշադիր լինենք շատ ավելի աչալուչ լինենք որբեսի դարբեր պետությունները անցյալին այսպես ասած այս հարցով մեզ աջակից պետություններ դերի չդան եւ անդրադառնան որ հայոց ցեղասպանության խնդիրը բարձրապես Հայաստանի Հանրապետության խնդիրը չէ, Հայաստանի pedagogical խնդիրը չէ, Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը չէ, համայն հայության խնդիրն է, ես չէի ասել, որ նախ եւ առաջ սպիրկայի խնդիրն է, ոչ, այդպես չէ, համայն հայության խնդիրն է, եւ այդ իմաստով մենք համատեղ ճանկերով պետք է դիմակայենք ցանկացած նման վտանգ Եվ պարոն Բելյան, տեսեք, հիմա ես գիտեմ, որ Սփյուռքը նաև ուշի-ուշով հետևում է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես 1.5 ամսից Հայաստանում սպասվում են ընտրություններ, եւ գաղտնիք չէ, որ բոլորը այն մտքին են, որ այս ընտրությունները վճռորոշ են լինելու մի քանի փաստով, մի քանի կետերով։ Հիմա ուզում ենք իմանալ, հա, օրինակ, ձեր շրջանակում Կանադայում կանադահայության մեծ մասը ինչպես է վերաբերում ընտրություններին, ինչ ակնկալիքներ ունի այս մասով մի փոքր էլ խոսենք։ Այո, բնականաբար, այսպես ասած, հաղաչիկի անդրությունները բոլորի ուշադրության կենտրոնին են։ Եվ այստեղ ես պետք է նախ եւ առաջ ասեմ, որ սպիրկը միշտ իր այդ տեղակայության մեջ է, որ առնվազն ցանկացած քաղաքական ուժ Հայաստանի մեջ պետք է այսկային այդ կերակույն արժեքները, կերակույն շահերը պաշտպանելու ունակությունը ունենա, պատրաստակամությունը ունենա եւ այդ օրակարգային խնդիրները առաջնահերթություն նկատող ուժ լա։ Եվ ես կգարձեմ, որ սպիրկայության ճախճախիչ մեծամասնությունը այդ պրիզմակեն է որ գնայի ցանկացած ընդդության Եվ այսօր այդ մեկը հստակ է գետնի վրա գացությունը ինչ է, իրականությունը ինչ է, որ ուժերն են, որ պատրաստ են այդ կիզը շարունակելու, որ ուժերը պատրաստ չեն այդ կիզը շարունակելու, անհատական մակարդակի վրա կարող է որ մարդիկ իրենց նախընտրությունները ունենան, եթե Հայաստանի քաղաքացիները նաև կարող են գնալ Հայաստան, գրանցվել եւ գրանցում ստանալ եւ քվեարկել Բայց ես կգարձեմ, որ կարևորակույնը այդ է, որ սպիրկը այսօր գուզե տեսնել Հայաստանի մեջ այնպիսի ուժեր, որոնք պատրաստ են պաշտպանելու եւ առաջ մղելու մեզ իմի բերող հավաքական մեր այդ ինքնությունը մարմնավորող կերակույն արժեքները եւ կերակույն շահերը եւ կարող եմ ասել, որ անշուշտ մեծ մտավախություն կա, որ եթե այս իշխանությունները վերադարձվեն, թե արդյոք ոչ միայն Հայաստանը ուր դիտա, բայց արդեն իսկ կայկայված Հայաստանը սպիրկ հարաբերությունները ինչ հավելյալ ցածր մակարդակների պիտի հասնեն։ Դեսանք անցնող տարիներին, մանավանդ 2020-ի պատերազմի հետ
բազմաթիվ փորձեր իշխանությունների կողմից բարակդելու սպյուրքը, սպյուրքը եւս սևերի եւ ջերմակների վերածելու այսպես ողորմելի փորձեր, Պարկ Աստծո մեծ հաշվով իրանք ցախորած են այդ գործի մեջ, բայց որ վերադատվեն, հավանաբար կարելի է ակնկալել, որ ավելի սաստիկ ձևով պիտի փորձեն այդ մեկը իրականացնել եւ դրա համար սպյուրքը մեծ աշխատանք ունի իր առջև։